Ինչ է նշանակում ընտրությունների համակարգված կեղծարարությունը, մենք դա սահմանենք։ Այսինքն կատարյալ անթերի ընտրություն երբեք չի լինում։ Խախտումներ բոլոր ընտրությունների ժամանակ լինում են, անգամ ամենազարգացած ժողովրդավարական երկրներում։ Հարցը ծագում է, երբ որ դրանք ոչ թե իզոլացված խախտումներ են, այլ համակարգված մի կենտրոնից ղեկավարվող գործընթաց է, որի մեջ ներգրավում են պետական բոլոր կառույցները, չգիտեմ, եւ ոչ միայն պետական, նաեւ գործարարներ եւ այլն։ Եթե դուք ուսումնասիրեք 96 թվականի ընտրական process-ը, նախ կնկատեք, որ մինչ ընտրությունների ամբողջ փուլը քարոզչության մի բողոք անգամ չի եղել հենց ընդդիմադիրների կողմից։ Բոլորը նշել են, որ այլուն ընտրաշավ եղել, ոչ մեկին ոչ մի բանում չեն խոչըտել։ Միևնույն ժամանակ, հիմա մենք մեր պատկերացումներում արդեն կա, թե ինչ է նշանակում ընտրակեղծարարություն համակարգված։ Մի հատ փորձեք այդ գոյություն ունեցող չափանիշները կիրառել 96-ի։ Անձնագրերի հավաքել եղել է։ Տենց բան ընդհանրապես չի եղել։ Ընտրակաշարք բաժանվելը չի եղել։ Ցուցակներ մանկապարտեզներին, դպրոցի տնօրեններին պարտադրվել են, որ կազմեն եւ ներկայացնեն։ 0։ Իսկ եթե դուք վերցնեք 96 թվականի ընտրությունների ժմիկ զեկույցը եւ տեսնեք իրենց արձանագրած խախտումների բնույթը եւ հետո համատեք մյուս ընտրությունների հետ, դուք կտեսնեք, որ դրանք սարուձոր են ուղղակի։ Այնտեղից ակնհայտ երևում է, որ պետությունը կանոնակարգված, չգիտեմ, համակարգված մի կետից ղեկավարող գործընթաց չի տարել այդ ընտրությունների։ Խախտումներ հավանաբար եղել են, ես վստահ եմ, որ եղել են տեղամասերում ինչ որ տեղեր եւ այլն։ Դրանք բոլոր ընտրություններին բնորոշ երևույթներ են։